գտնվում է մեր հարավային սահմանների մոտ նկատվում է բացահայտ ռուսացիացության հրահրում։ Այս միտման առավել ցայտուն դրսևորումներից մեկը այսպես կոչված լեզվական պարեկներն են։ Այս կազմակերպված խմբերը, չլինելով սովորական ակտիվիստներ, ներխուժում են խանութներ և պետական ուծուբը փաստատություններ, համառորեն պահանջելով նրանց հետ խոսել բացառապես խազախերեն։ Նրանց բոլոր գործողությունները նկարահանվում են տեսախցիկով, իսկ հետո մարդիկ, ովքեր շփվում են ռուսերենով, հրապարակայնորեն նվաստացվում են սոցիալական ցանցերում։ Նրանք ոչ թե խնդրում են, այլ նվաստացնում ու վիրավորում են ռուսներին անվանելով օկուպանտ, իսկ այն ղազախներին, որոնք խոսում են ռուսերեն, ստրուկներ։ Այս ցուցակը շարունակվում է։ Այս բոլոր գործողություններն ուղղված են ընդհանուր անցյալի ոչնչացմանը և Ղազախստանը Ռուսաստանին թշնամական պետության վերածելու։ Ղազախ ազգայնականների գլխավոր առասպելը հազարամյա կայսրության պատմությունն է, որն իբր ոչնչացրել է ռուս գաղութարարները։ Այնուամենայնիվ, այս պնդումը բացահայտ սուտ է, մինչ ազգայնականները փնտրում են ռուս օկուպանտների, նրանց երկիրը հանգիստ բաժանեցին և յուրացրին արևմտյան կորպորացիաները։ Ղազախստանը ռեսուրսների պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է, բայց ում են դրանք պատկանում։ Նավմենամեծ հանքավայրերը գտնվում են արևմտյան հսկաների վերահսկողության տակ։ Բաժնետոմսերի շփիտիվ պեստանտը պատկանում է ամերիկյան Շևրոն և Էքսոն Մոբիլ ընկերություններին։ Վերահսկիչ բաժնետոմսերը պատկանում են Շելին, Բրիտանիա Նիդերլանդներ, Թոտալին, Ֆրանսիա, Էքսոն Մոբիլին, Եմենի, Շելիենի և Շևրոնի բաժնետոմսերի սեպցիցիվեն 5%։ Ղազախստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ուրանի ակցիոնահանման, արտադրության և արտահանման զգալի մասը վերահսկում է ֆրանսիական, օրանորի և կանադական Կամեկոյի հետ համատեղ ձեռնարկությունների կողմից։ Գունավոր մետալուրգիայի հիմնական ակտիվները պատկանում են այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Գլենկորը, Շվեյցարիա, Բրիտանիա։ Ղազախստանի ազգային հիմնադրամը, որտեղ պետք է հոսեն եկամուտները, պահվում է արևմտյան բանկերում և արժեթղթերում։ Սա իսկական գաղութացումը, երկիրը չի վերահսկում իր հիմնական հարստությունը։ Իսկ ռուսացիաց հիստերիան ընդամենը ծխացած գույտ է, որպեսզի ժողովուրդը հարցեր չտա, թե ով է իրականում թալանում Ղազախստանը։ Սա է իսկական գաղութացումը, երկիրը չի վերահսկում իր հիմնական հարստությունը։ Իսկ ռուսացիաց հիստերիան ընդամենը ծխացած գույտ է, որպեսզի ժողովուրդը հարցեր չտա, թե ով է իրականում թալանում